Անտիր տեսանյութեր, շատ շնորհակալություն Դիանա։ Ընտիր ճամփորդություններ, շնորհակալություն Դիանա, բայց այս հեքիաթային մուլտֆիլմային ճամփորդությունից առաջարկում եմ վերադառնանք Հայաստան Մեր օրեր, մեր հրաշք, այո, հրաշք տուն եւ փորձենք ճամփորդել Հայաստանով մեկ, որպեսզի բացահայտենք, թե ինչպիսի մարդիկ են ապրում Հայաստանում, որոնք իրենց գաղափարներով ցանկանում են եւ փորձում են ամեն բան անել, որպեսզի ել ավելի լավը, ավելի գեղեցիկ, ավելի նորարար դառնա մեր երկիրը եւ ավելի գրավիչ նաեւ զբոսաշրջիկների համար, իսկ այս ամենը նաեւ անում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը բազմաթիվ նախագծերի տեսքով այդ թվում 100 գաղափար Հայաստանի համար։ Թե ինչպիսի նախագիծ է, ինչ հնարավորություն կա մասնակիցների համար, ինչ է արդյունքը արդեն եղել այս տարիների ընթացքում, կիմանանք հենց հիմա։ Իդեպ, որ հատկապես որ 2025 թվականը շատ լավ ցուցանիշներ են գրանցվել։ Ես շտապեմ արդեն ներկայացնել մեր հյուրերին, ովքեր մեր տաղավարում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանն է տաղավարում, բարի լույս։ Եվ 100 գաղափար Հայաստանի համար ծրագրի մասնակից եւ հաղթող Անի Հարությունյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Հատկապես, որ իրոք, ինչպես քիչ առաջ նշեցի, լավ ցուցանիշներ ունենք, հաշվի առնելով մնացած տարիների պես ցուցանիշներին։ Առաջարկում եմ փոքրիկ տեկոզ ամփոփ ներկայացնենք այս տարիների ընթացքում 5 տարվա կյանք ունի այս նախագիծը, եթե չեմ սխալվում։ Դեռ 10 տարի։ 2016 թվականից է սկսվել այն։ Իսկ ինչ էր իմ մեջ 5 տպավորվել, եք ինչ որ միտեղ կարդացի 5 ու սխալ եմ կարդացել փաստորեն։ Լավ, ինչ որ է։ Ամփոփենք այս 10 տարիների թեկոզ ինչ որ sense շատ արագ ու գանք 2025 թվական 135 մասնակցին։ Շնորհակալություն հրավերի համար։ Մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք պատմելու մեր համար շատ հետաքրքիր, շատ դինամիկ մի ծրագրի մասին, որտեղ մեր երիտասարդները, ինչպես դուք նշեցիք, տարեստարի ավելի մեծ հետաքրքրությամբ են դիմում եւ ավելի շատ են ունենում հայտեր։ Այո, եթե ես մի փոքր թվային տվյալներ ներկայացնեմ, թեկուզ 23 թվականից սկսած, երբ որ մենք ունենք մոտավորապես 60 հայտ, 24 թվականին մի քիչ ավելացավ, մինչև 70 հասավ, եւ այս անցյալ տարի, այո, մենք ունեցանք 135 հայտ, այսինքն մենք 100 գաղափար արդեն իսկ հատեցինք այդ շեմը եւ հավատացեք, որ բոլոր մարզերի երիտասարդներից մենք ստացել ենք հայտեր։ Այսինքն ոչ միայն Երևանն է այս տարի եղել առաջին ամենաշատ հայտ ներկայացած որպես համայնք, այլ նաեւ Լոռու մարզն է շատ մեծ շատ քանակով հայտեր ներկայացրել, Շիրակի մարզը եւ այդպես չկա մի մարզ, որը ես ասեմ, որ այդտեղից մենք հայտ չենք ստացել անցյալ տարի։ Այսինքն սա խոսում է նրա մասին, որ մենք փորձել ենք եւ մեմոց ստացվել է յուրաքանչյուր երիտասարդին կամ ցանկացողին հասնելու, իրազեկելու իրան այս ծրագրի մասին, որտեվ մենք միշտ մտածում ենք, որ մենք պիտի հնարավորինս շատ իրազեկենք, որ երիտասարդներ իմանան, որ շատ բաց, շատ թափանցիկ, շատ մասնակցային ընտրության արդյունքում է ձևավորվում իրենց հայտերի գնահատականները, որովհետև 100 գաղափար Հայաստանը դա չի գնահատում նախարարությունը հայտերը, դա գնահատում է փորձագետներն են գնահատում իրենց ներկայացած հայտերը, այսինքն յուրաքանչյուր ոլորտում մենք հրավիրում ենք փորձագետների, որոնք ուսումնասիրում են իրենց հայտերը, տալիս են գնահատականը յուրաքանչյուր հայտին եւ մրցանակաբաշխության օրը, որը շատ պաշտոնականից բացի նաև շատ մասնակցային ալինում, շատ ուրախացնում բոլոր երիտասարդների համար, իրենք հայտնում ենք այն 5 հոգուն, ովքեր որ ստանում են նաև վերջում դրամական խրախուսանք։ Ես արդեն ծրկվելով նախքան Անի հետ զրուցել այդ տպավորությունները, թե ինչպես հաղթեց, ինչ գաղափարով անես եկավ, եւս մեկ անգամ հիշեցնենք, թե ինչ հայտերի մասին է կոնկրետ խոսքը։ Նայեք, յուրաքանչյուր տարի ձևավորվում է կաուզ կոմիտե, այսինքն որոշում կայացնող մարմին, որը որոշում է տվյալ տարվա երկրի համար կարևոր առաջնահերթություններն են, որոնք են օրինակի համար։ Եվ ըստ դրա արդեն որոշում ենք այն 5 ուղղություններ անվանակարգերը, որը որ հայտարարում ենք որպես մրցութային անվանակարգեր։ Եթե օրինակ բերեմ անցյալ տարի եղել են բնական եւ ճշգրիտ գիտությունները, եղել են մարդասիրություն եւ սոցիալական գիտությունները, բայց մենք ունենք անվանակարգեր, որոնք ամեն տարի շատ առաջնահերթություններից ելնելով միշտ կարևորվում են, դա ռազմական անվտանգային համակարգերն են, ռազմական գիտություններն են, կանաչ տնտեսությունը, որը միշտ շատ ակտուալ է մեր երկրում, շատ հետաքրքիր հայտեր են ստանում, եւ շատ ակտուալ է տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիաները, իրանք միշտ
անվանակարգերում իրանք միշտ լինում են։ Մինչև 25 թիվը համենայն դեպս Ու մինչև քանի տարեկանից քանի տարեկան է։ Քանի որ մենք ունենք երիտասարդական քաղաքականության մասին օրենք, որ անցյալ տարի մշակվեց եւ Հայաստանի պատմության մեջ առաջին Դու երիտասարդ ես, խնդրում եմ, Ռուբեն, դու երիտասարդ ես։ 35-ով որոշվեց։ Թվերի մասին արի մոռանանք։ Որոշվեց այդպես, որովհետև կար որոշակի հիմնավորումներ եւ ուսումնասիրություններ 13-ից 35 տարեկան Հայաստանի Հանրապետությունը համարում ենք որպես երիտասարդ մեր քաղաքացիներին եւ իրենց հնարավորություն տրվում դիմելու նաեւ հարու գաղափար Հայաստանի համար։ Ես մի բան կուզեմ նշեմ, որը շատ կարևոր է եւ մենք անցյալ տարի այդ վերլուծությունը երբ որ արեցինք վարչությունով հասկացանք, որ շատացել են անցյալ տարի նաեւ դպրոցահասակ մեր դա է շատ կարևոր փաստ։ Իրենք եւ խմբով եւ անհատապես դիմել էին մեր հարու գաղափար մրցույթին եւ նույնիսկ ասեմ, որ մոտավորապես 44 հայտ 44% հայտերի եղել է դպրոցահասակ երիտասարդների շրջանում դիմալ։ Դա մեզ համար շատ ուրախալի է, որտեվ իսկ հաղթողների մեջ նրանք կային։ Այո, իհարկե։ Նաև հաղթողների մեջ կային։ Նաև իմանանք Անի փորձառության մասին։ Անի, նախ ինչպես իմացաք այս հնարավորության մասին, ինչ ծրագրով, նախագծով որոշեցիք մասնակցել եւ արդյոք մենակ եք, թե օգնող թիմ կար թիկունքում։ Այս հնարավորության մասին իմացա նախարարության պաշտոնական կայքեջից եւ մասնակցել ենք թիմով, իհարկե ես մենակով չէի կարող այդպիսի ահռելի նախագիծ ներկայացնել։ Որ ոլորտում եք դուք հանդես եկաք, ինչ եք առաջարկել։ Նախագծի անվանումը Ֆիկոնան է, այսինքն կանաչ սինթեզի մեթոդով ստացված նանոմասնիկներ, որպես այլընտրանքային հակաբակտերիական միջոց, ինչպես գիտեք, ներկայումս հակաբիոտիկների հանդեպ մարեները կայունություն են ձեռք բերել, եւ մենք առաջարկում ենք այլընտրանքային մեթոդ դրա հաղթահարման համար, որը որ հետագայում միգուցե կարողանանք օգտագործել բժշկության մեջ։ Սա հիանալի հնարավորություն է ոչ միայն մասնակցելու, գաղափարը առաջարկելու, այլ նաև նոր կապեր, շփումներ ձևավորելու այլ մարզերի կամ գուցե նույն համայնքի երիտասարդների միջև։ Արդյոք ձեր դեպքում եւս եղավ այդ փորձառությունը, երբ շփվեցիք այլ երիտասարդների հետ ու գտաք նաև գաղափարակիցներ եւ գուցե նոր գաղափարներ ծնվեցին։ Իհարկե եղան, երբ որ շփվեցի Ղազախստանում արդեն մյուս մասնակիցների հետ, եղան նոր ծանոթություններ, կոնտակտներով փոխանակվեցինք, նաև այցելեցի այնտեղ համալսարան, մի քիչ ֆորմատից դուրս, բայց իհարկե այս 100 գաղափար ԱՊՀ մրցույթի շրջանակներում եւ նոր ծանոթություններ իհարկե ձեռք ենք բերել, հետագայում նաև կարծում եմ կհամագործակցենք։ Ղազախստանում նշեցիք։ Հա 100 գաղափար ԱՊՀ-ի։ Եթե թույլ տաք, ես մի քիչ բարձրաբանեմ։ Ինչ որ հետաքրքիր բան է։ Այո, ինքը նույն ծրագիրը մի քիչ այլ ավելի միջազգային հարթակում իրականացվում է ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդների համար, ինքը իհարկե ամենամյա չի ոնց որ 100 գաղափար Հայաստանի համար, ինքը 2 տարին մեկ է իրականացվում, հյուրընկալում է յուրաքանչյուր ԱՊՀ անդամ պետություն, մենք էլ ենք ունեցել հնարավորություն Կապանում 21 թվականին հյուրընկալելու ԱՊՀ 100 գաղափար մրցույթը, այո, եւ շատ երիտասարդներ այցելել են Կապան, ոչ միայն հիացել են Կապանի գեղեցկությամբ եւ իր տեսարժան վայելու, այլ նաեւ ունեցել նաեւ միջազգային փորձը իրար հետ ինչ որ կապեր եւ ցանցեր ստեղծելու։ Յուրաքանչյուր երկիր ԱՊՀ 100 գաղափարի համար ներկայացնում է իր երկրում իրականացված այդպես ազգային տեղական մակարդակում 100 գաղափարի մրցույթի հաղթողներին ենք ներկայացնում ԱՊՀ 100 գաղափար մրցույթին եւ ամեն տարի ինչ X թվով երիտասարդներ նախարարության հետ միասին մասնակցում են այդ մրցույթին։ Մենք ունեցել ենք անցյալ տարի Ղազախստանում այդ հնարավորությունը այցելելու Ղազախստան, դամար Անի նշած այցը հենց Ղազախստանում էր, որովհետեւ ԱՊՀ 100 գաղափարը իրականացվել Ղազախստանում, ինքն էր հյուրընկալել մեզ բոլորին։ Իսկ եթե օրինակ Անին իրենց թեմով հաղթեցին, այս տարի երբ որ արդեն հայտերը նորից ընդունման ժամանակը կարող մասնակցել թե ոչ։
նայեք, նույն հայտով, նույն գրված ձևաչափով Չէ, ոչ, դե բայց ինքը նոր կարող է գաղափարով։ զարգացնի իր, ինքը կարող է նույն գաղափարն էլ իր 5 գաղափարը զարգացնի, նորարարություններ մտցնի մեջը եւ նորից մասնակցի, այո։ Այսինքն անձով դա պայմանավորված չէ, դա միայն գաղափարի հետ է։ Նույն անձը կարող է տարբեր գաղափարներով հանդես գալ։ Մենք ունենք մի հատ երիտասարդ, որը ամեն տարի դիմում է իր գաղափարը փոխելով, իհարկե դեռ չի հաղթել, բայց մենք միշտ իրան մաղթում ենք, որ Բայց ես տենկերով որ շարունակի, հաստատ կհասնի։ Հաղթանակը սպասել չի տա։ Ինքը միշտ մասնակցման շատ համառ, ես իրանով հիանում եմ նաև, որ ինքը այդ համառությունը ունի, իր նպատակի հետևից գնում այդ երիտասարդը, չի հանձնվում, եւ ես միշտ իրան մաղթում եմ։ Ես այն հանձնապես արդեն գիտեմ, որովհետեւ մենք մրցույթի միշտ հրավիրում ենք բոլոր երիտասարդներին, անկախ ով կհաղթի թե չէ, մենք անցյալ տարի 135 հայտատուներն էլ մենք հրավիրել էինք մրցանակաբաշխությանը, որովհետեւ դա տոն է ոչ միայն հաղթողի համար, այլ նաև արդյոք մասնակցի համար եւ խրախուսելու ովքեր որ չեն հաղթել, որ չհանձնվեն եւ մյուս տարիներին էլի դիմեն իրենց գաղափարի հետևից գնալու նպատակով։ Հիանալի է։ Մրցանակաբաշխության ժամանակ ինչպիսին էր ձեր տպավորությունները, ձեր էմոցիաները, կամ արդյոք սպասում եք, որ ձեր գաղափարը գուցե հաղթի։ Եթե անկեղծ շատ ուժեղ գաղափարներ կային եւ մի քիչ անսպասելի էր, որ ընտրվեց մեր գաղափարը, իհարկե շատ պատասխանատու էր Հայաստանը ներկայացնել այդպիսի միջազգային մրցույթում, էմոցիաները շատ բուրն էին, աննկարագրելի, այո։ Կարող ենք նաև ասել, որ 100 գաղափար Հայաստանի համար նախագիծը, որը մեզ մոտ Հայաստանում է իրականացում, չի ավարտվում միայն մրցանակաբաշխությամբ եւ հետագայում նաև 100 գաղափար ԱՊՀ երկրների այդ ֆորումին մասնակցելով։ Հետագայում նաև գաղափարը պետք է իրականություն դառնա։ Ինչ է անում այս դեպքում նախարարությունը, արդյոք շարունակում է կապը պահել երիտասարդների հետ, նորարարների հետ եւ ինչ գուցե այլ նախագծեր են գալիս օգնության։ Կարծիքով գուցե վերահսկում է։ Եվ նաև վերահսկում։ Նայեք, շատ լավ հարց է եւ մենք էլ ենք մտածել ժամանակին, որ ի վերջո նախարարության գործառույթն է մրցույթը իրականացնել, մրցանակաբաշխության որոշել ովքեր են լավագույն հաղթողները եւ տալ դրամական խրախուսանքներ եւ մյուս տարի նորից հայտարարել նոր 100 գաղափարը։ Բայց քանի որ դու հասկանում ես, որ երիտասարդի համար շատ կարեւոր է այդ կապերը ստեղծելը եւ հնարավորություն տալու իր մասին խոսելու թեկուզ ինքը չի հաղթել, մենք առհասարակ մրցանակաբաշխությանը սկսում ենք կանչել ոչ միայն երիտասարդներին, այլ նաև տարբեր նախարարություններին, ովքեր որ առնչվում են տվյալ անվանակարգերի հետ, օրինակ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան հյուրեր ենք ունենում, շրջակա միջավայրի նախարարությունից ենք ունեցել անցյալ տարի, ունենում ենք միջազգային գործընկերներ, ովքեր որ հետաքրքրված են երիտասարդներով եւ մենք մրցանակաբաշխության ժամանակ նաեւ տեսահոլովակ ենք պատրաստում լավագույն բարձր գնահատականներ հավաքած երիտասարդների հայտերի մասին, որ տեսանելի դարձնենք մեր հյուրերի համար երիտասարդների գաղափարները։ Եվ մենք ունենում ենք այդ հաջողությունը եւ տարբեր գործընկերներ հետաքրքրում են այդ երիտասարդներով, զանգում են մեզ, իհարկե երիտասարդի թույլտվությամբ մենք իր տվյալները փոխանցում ենք տվյալ կազմակերպությանը։ Օրինակ անցյալ տարի աննախադեպ բան եղավ, որ մենք ունենք 5 անվանակարգ, տվեցինք յուրաքանչյուր անվանակարգին 500,000 դրամ։ Բայց կար մի հատ շատ լավ գաղափար, որը էլի մրցում էր հաղթողի հետ, մեզ այս դեպքում օգնեց UNICEF-ը, ՄԱԿ-ի մանկական զարգացման հիմնադրամը, ինքը հավելյալ 500,000 դրամ տվեց ոնց որ 6-րդ հայտի, նույն անվանակարգում եւս մեկ ավել հայտ ստացավ դրամական խրախուսանք։ Առնվազն մի 2 օր առաջ մեզ զանգեց Impact Hub-ը, որը երիտասարդների համար գյուղատնտեսական ոլորտում իրականացնում է վերապատրաստում դասընթացներ, խնդրեց մեզ կանաչ տնտեսության անվանակարգի երիտասարդների տվյալները։ Կրկին հավաքագրելով թույլտվությունները երիտասարդներից փոխանցել ենք իրենց։ Ստացվում է այսպես, ոնց որ տարեց տարի շատանում են մեր գործընկերներ, ովքեր հետաքրքրում են երիտասարդների հայտերով, որտեվ հավատացեք, իրանք շատ հետաքրքիր գաղափարներ են ներկայացնում, որ քո մտքով չի անցնի, որ դա կարող է իրականություն դարձնել եւ դա կարող է օգնել ինչ որ մի հարցի լուծմանը քո երկրում։ Եվ մեր օրերում ամենակարևորը կոմունիկացիան է, որը շատ երիտասարդներ կկարողանան հետևելով իհարկե նախարարության թե պաշտոնական էջերին, թե նաև կայքին, տեսնելու եւ իմանալու, թե երբ այս տարի կմեկնարկի 100 գաղափար Հայաստանի համար նախագիծը, որպեսզի մասնակցեք եւ ունենաք հնարավորություն այդպիսի մեծ շրջանակներում ներկայանալու ձեր գաղափարով ու Հայաստանի համար եւս մեկ լավ բան անելու համար։ Շնորհակալ ենք անչափ։ Շնորհակալություն ձեզ, օրվա լավ շարունակություն ենք իհարկե մաղթում, իսկ մենք շարժվենք առաջ։ Եվ լսենք երաժշտություն։ Սիրով։